2015 թվականի մայիս-սեպտեմբեր ամիսներին Լոգոս երիտասարդական ՀԿ-ի կողմից իրականացվեց հատուկ խնամքի տների մանկատների շրջանում երեխաների եւ նրանց ծնողների, ինչպես նաեւ աշխատակիցների շրջանում շահերի պաշտպանության եւ իրավունքների պաշտպանության մեխանիզմների տարածման ուղղված եւ հակակոռուպցիոն ծրագիր։ Ծրագրով մենք ուսումնասիրություններ ենք կատարել, դիտարկումներ ենք իրականացրել Գյումրի քաղաքի ընդհանուր թվով 4 հաստատություններում եւ հոկտեմբեր ամսին արդեն ամփոփել ենք զեկույցով մեր ունեցած արդյունքները։ Որ կառույցներն եք ուսումնասիրել։ Դիտարկումներն իրականացվել են Գյումրի քաղաքի երեխաների տուն Պոակում, Ցերեկային կենտրոնում, Թրջունյան տուն մանկատուն կրթարանում եւ Ֆրիդոֆ Նանսենի անվան երկրորդ գիշերօրթիկ հաստատությունում։ Ինչ եք բանալի հայտնաբերել։ Հիմնականում մենք դիտարկել ենք երեխաների հանգստի պահպանման իրավունքը, երեխաների ծնողներին ճանաչելու, նրանց հետ կապ պահպանելու իրավունքը, առողջության պահպանման իրավունքը, անհատական գաղտնիության իրավունքը, բայց այս դիտարկումների կոնկրետ առողջության պահպանման իրավունքի դիտարկման ժամանակ մեր կողմից հայտնաբերվել է նաև կոռուպցիոն դրսևորում, այն է հաստատության սաներին տարի 2 անգամ է հատկացում հիգիենիկ պարագաներ։ Սա երկու հաստատությունում է առկա այս խնդիրը, դա Թրջունյան տուն մանկատուն կրթարանն է եւ Ֆրիդոֆ Նանսենի անվան երկրորդ գիշերօրթիկ հաստատությունը։ Բացի դրանից նաև բռնության դեպքեր ենք արձանագրել, իհարկե դիտարկումներն իրականացվել են հավելեմ, որ իրականացվել են հարցաթերթիկների հիման վրա։ Մենք հարցաթերթիկներ ենք բաժանել երեխաներին, աշխատակազմին եւ ընտանիքի անդամներին։ Հարցաթերթիկների միջոցով պարզ է դարձել, որ երեխաների հանդեպ նաև կիրառվում է բռնություն։ Պատժատեսակների միջոցով հավելեմ, որ ըստ նախարարի որոշման եւ կառավարության որոշման նմանատիպ հաստատություններում կտրականապես արգելվում է որևէ պատժատեսակի կիրառումը։ Մինչդեռ 3 հաստատություններում, բացի Գյումրու երեխաների տուն հաստատություն Պոհակից, մյուս 3 հաստատություններում լայնորեն կիրառվող պատժատեսակներից ամենալայնորեն կիրառվողը դա սիրած բաղմունքի ձրկելն էր։ Հետո գալիս է ըստ հաջորդականության եւ ըստ հաստատության սպეციფიკայի դա խփել, երեխաներին սննդից զրկել, երեխաների հանդեպ տարբեր մեթոդներ կիրառել, ընդհանուր մինչեւ մեկի մյուսի հանդեպ նվաստացնել, այսինքն մեկին բարձրացնել, մյուսին իջացնել, դա այն ինչ որ ասում եմ, դա հարցաթերթիկների արտացոլված պատասխանների հիման վրա է։ Բայց նաև դուք կարող եք մանրամասն ծանոթանալ զեկույցից, այնտեղ հստակորեն տված է թե որ հաստատությունում ինչ խնդիր ենք մենք հայտնաբերել։ Կոնկրետ այդ ամեն ինչը որ հաստատություն է եղել, որ բոլոր կողմերով թերությունները շատ են եղել։ Թրջունյան տուն մանկատուն կրթարանը։ Հաստատությունը ինքը որևէ գերատեսչության ենթակայության տակ չի գործում։ Մյուս հաստատությունները գործում են մեկը կրթության եւ գիտության նախարարության հարցերի կրթության եւ գիտության նախարարության ենթակայության տակ, մյուս երկուսը գործում էր աշխատանքի եւ սոցիալական ապահովության նախարարության ենթակայության տակ, բայց Թրջունյան տուն մանկատուն կրթարանը ինքը բարեգործական կազմակերպություն է, բարեգործական հիմունքներով է։ Իր բյուջեն ձևավորվում է ֆոնդերի հաշվին, դրսի օժանդակություններով, օգնություններով, բաներով։ Եվ պետական վերահսկողությունը այստեղ մենք ինչքան մեր դիտարկումները ցույց տվեցին, այստեղ պետական վերահսկողությունը շատ թույլ է իրականացվում։ Այսինքն որոշակի դեպքերում, երբ որ խախտումներ արձանագրվեն, երբ որ ինչ-որ կանչեր լինեն, ակնհայտ, այդ ժամանակ դեռ թե նախարարությունը, թե մարզպետարանի համապատասխան բաժինը զբաղվում է այդ հարցով։ Եթե չէ, ուրեմն դիտարկվում է որպես ոչ մի խնդիր չունեցող կառույց եւ որևէ աշխատանքներ չեն իրականացվում։ Այդ դուք տնօրեններին ասեցիք ըստ հարցաթերթիկների պատասխանների արդյունքից եւ իրենք ինչ ասեցին։ Տնօրենները իհարկե, երբ որ մենք դիտարկումը ավարտել վերջացրել ենք, արդեն երկրորդ օրը, երբ որ մենք արդյունքներն ենք սկսել ամփոփել, արդյունքների ամփոփման ժամանակ տնօրեններից մեկը, մասնավորապես Թրջունյան տուն մանկատուն կրթարանի տնօրենը զանգել էր ինձ ասում էր, թե մենք երեխաներին ասել ենք, թե մենք ձեզ համակարգիչներ կտանք եւ դուք ասեք մեզ ինչ ուզեք։ Իհարկե նմանատիպ բան չի եղել, ուղղակի ես ասացի խնդիր չկա, մենք կարող ենք գալ, բերել լրատվամիջոցներին,
իրանց ներկայությամբ եթե երեխաները ինչ-որ խնդիրներ ունեն, եթե մենք նմանատիպ բան ենք ասել կամ թեկուզ վախացրել են կամ ահաբեկել են, թող լրատվամիջոցների ներկայությամբ իրենք ասեն այդ մասին։ Բա չէ, ես դες բան չեմ ասում, դա ուղղակի խորհրդի կարգով, ուղղակի զանգեցի, ձեզ կիսվեմ։ Մնացած հաստատություններից դերևս արձագանքներ չենք ստացել, հուսով ենք կստանանք, եւ ամենակարևորը ոչ թե մեծ արձագանքելն է, այլ հետամուտ լինեն նմանատիպ խնդիրները վերացնելը։ Ըստ իս դա ավելի ողջամիտ քայլ կլինի թե հաստատության ղեկավարության կողմից եւ թե նախարարությունների համապատասխան։ Մատիկես արդյունքները որ գերատեսչությանն եք տալու։ Ուրեմն այսօր արդեն ուղարկվելու են բոլոր գերատեսչություններին, ովքեր պատասխանատու են այս հարցում։ Դա կրթության ու գիտության նախարարությունն է, դա աշխատանքի եւ սոցիալական ապահովության նախարարությունն է։ Բնության հետ կապված հարցերի լուծման համար մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակ են ուղարկում զեկույցը եւ համապատասխան գրությունը։ Նաեւ արտադրության նախարարություն են ուղարկելու, որովհետեւ վերջիններս հետամուտ լինեն այս հաստատություններում մեր կողմից արձանագրված խախտումների անհապաղ վերացմանը եւ հետագայում իրականացնեն վերահսկողություն, որովհետեւ նմանատիպ դրսևորումները այլևս չհայտնաբերվեն։ Չնայած մեր կազմակերպությունը եւ մեր ծրագիրը չի սահմանափակվում դրանով, մենք պարբերաբար շարունակելու ենք դիտարկումները, անկախ նախարարության կամքից, ճիշտ է, իրանց թույլտվությունն է պետք, բայց հասնելու ենք, որ անպայման թույլտվությունը ստանանք եւ իրականացնենք դիտարկումներ, օբյեկտիվ դիտարկումներ, որոնք որ կարծում եմ կարող են անել միայն հասարակական կազմակերպությունները, այլ ոչ պետական կառույցները։